Իմ Տեր Հիսուս Քրիստոս, իմ լույս, իմ լուսավոր, երջանիկ եմ, որ ճանաչում եմ քեզ, երջանիկ եմ, որ ճանաչել եմ քեզ։ Դու ես իմ կյանքի լույսը, դու ես աշխարհի լույսը, դու ես իմ կյանքը, իմ շունչը դու ես։ Ես ապրում եմ քեզանով եւ քեզ համար ու խոնարհաբար, խոնարհումով քայլում եմ քո հետևից։ Դու իմ լույսն ես, որ քայլում է իմ առջևով ու ես հետևում եմ քեզ։ Ինչքան էլ որ մութ լինի շուրջս, ես քեզ եմ նայում ու քո հետևից եմ գալիս։ Եվ ես չեմ կորցնում ճշմարտությունը, որը որ դու ես։ Ես քայլում եմ քո ճշմարիտ ճանապարհով։ Դու ես իմ ճանապարհը, միակ ճշմարիտ ճանապարհը։ Յուրաքանչյուրիս համար դու ես ու ես հետևում եմ քեզ։ Գալիս եմ քո հետևից, իմ Տեր Հիսուս Քրիստոս։ Դու ես հավատարիմը, դու ողջ աշխարհի, ողջ տիեզերքի ամենահավատարիմն ես։ Դու հավատարիմ ես մեզանից յուրաքանչյուրին, դու հավատարիմ ես քո խոսքին, քո որոշումներին, եւ քո ոչ մի խոսք, ոչ մի վճիռ երբեք չի փոխվում, չի փոփոխվում։ Ամեն ինչ որ դու ասել ես, հավերժական է եւ ճշմարիտ է, եւ դու քո բոլոր խոստումները պահել ես ու պահում ես, եւ դրանք հավերժ են, ճշմարիտ են եւ ամենահավատարիմն են, իմ Տեր։ Տեր, ուզում եմ քեզ խնդրեմ, որ ինձ ու քո մյուս զավակներին նույնպես սովորեցնես նմանվել քեզ, լինել հավատարիմ։ Սովորեցրու մեզ նմանվել քեզ հավատարմության մեջ, սիրո մեջ, ներումի մեջ, զիջման մեջ, որ դառնանք քեզպես մարդիկ, քրիստոնյաներ, ձեզ եմ ասում, ձեզ եմ խնդրում, ձեզ եմ ձայն տալիս։ Փորձեք նմանվել Տեր Հիսուս Քրիստոսին։ Նա է միակը ողջ տիեզերքում, ողջ աշխարհում, ում մենք պետք է ձգտենք նմանվել, պետք է փորձենք գոնե մի փոքր նմանվել։ Տեր իմ, ես չեմ կարող քեզպես լինել, քեզպես ճշմարիտ եւ հավատարիմ։ Ոչ մի մարդ չի կարող քեզ նման լինել, բայց մենք կարող ենք փորձել նմանվել քեզ որպես ճշմարտության օրինակ։ Կարող ենք քեզ ընդունել եւ մեր բնավորությունը, մեր մտքերը, մեր հոգին, մեր սիրտը, մեր գործերը եւ մեր խոսքերը փորձենք քո նմանությամբ կատարել, ապրել քեզ որպես օրինակ, կատարյալ ճշմարիտ օրինակ քեզ նայելով։ Դու լինես մեր համար կատարելության օրինակը, ում մենք կփորձենք գոնե մի փոքր չափով, մեր մարդկային հնարավորությունների չափով նմանվել իմ Տեր Հիսուս Քրիստոս։ Սիրելիներս, եկեք հիշենք, Տեր Հիսուսն է ճշմարիտը, Տեր Հիսուսն է սրբերի սուրբ մաքրամաքուրը, Տեր Հիսուսն է լույսը, որտեղ որ կա Տեր Հիսուս Քրիստոսը, այնտեղ լույս է եւ խավարը վերանում է։ Եկեք քայլենք, շարժվենք դեպի Տեր Հիսուս Քրիստոսը, հետևենք նրան եւ փորձենք նմանվել նրան։ Նա սեր է, մենք էլ կարող ենք լինել սեր, մեր սրտերում եւ հոգիներում կարող է ապրել սերը։ Նա ճշմարիտն է, մենք էլ կարող ենք նրա ճշմարտությունով ապրել, անել այնպես, ինչպես որ նա է մեզ սովորեցնում, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Հետևենք նրա պատվիրաններին եւ մեր կյանքի օրենքները, կանոնները դարձնենք Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանները։ Ինչ է նա մեզ պատվիրել, ինչպես է պատվիրել, որ մենք ապրենք, այդպես շարժվենք, այդպես արարենք, այդպես գործենք։ Եկեք մաքրենք մեր խոսքը, մեր միտքը, մեր գործողությունները, սովորենք ներել, ինչպես մեր Տերն է ներում, սովորենք զիջել, ինչպես մեր Տերն է զիջում, սովորենք փոքրը դառնալ, փոքրը լինել, հնազանդը լինել եւ ծառան լինել, եթե ուզում ենք, որ ավագ լինենք, եթե ուզում ենք ավագ լինել, ընդունվել որպես ավագ, սովորենք ծառայել, խոնարհ լինենք, հեզ լինենք, համբերող լինենք։ Տեր Հիսուս Քրիստոսի համբերությունը անսահման է։ Նա եկավ երկիր 2000 տարի առաջ, սովորեցրեց մեզ ճշմարտությունը, սովորեցրեց մեզ համար զոհաբերեց ինքն իրեն, մաքրեց մեզ, փրկեց մեզ եւ գնաց իր թագավորություն եւ արդեն 2000 տարի համբերատար
քայլում է մեր հետ, ապրում է մեր հետ եւ մեր համար հանուն մեզ։ Նա մեզանից յուրաքանչյուրի կյանքը ապրում է մեր հետ հավասար եւ համբերում է միշտ, թե երբ մենք վերջապես կանգ կառնենք մեր սխալ ճամփեքից։ Համբերում է, թե ինչքան մենք դեռ պետք է կրկնենք մեր սխալները։ Համբերում է, թե ինչքան ենք մեկս մյուսից ցավացնում, թե ինչքան մենք չենք ներում իրար, ինչքան չենք զիջում, ինչքան ենք սխալվում, ինչքան ենք չարանում։ Համբերում է, Տերը համբերում է։ Եվ այդ ամբողջ ճանապարհին եւ այդ ամբողջ ընթացքում փորձում է մեզ միևնույն է դարձի բերել, հետ բերել, փրկել, ճշմարտությունը ցույց տալ, լույսը ցույց տալ, ուղղել մեզ, հանել մեղքերի միջից, հեռացնել չարից։ Տերը ամենահամբերատարն է, ամենահամբերողն է։ Եկեք սովորենք նրանից, համբերության սովորենք, դառնանք համբերատար ավելի, դառնանք զիջող իրար հանդեպ։ Եկեք ուղղակի սովորենք մեր կատարյալ Տիրոջից, մեր կատարյալ Փրկչից, մեր կատարյալ Աստծուց, մեր Հիսուս Քրիստոսից, ով որ կատարյալ է ամեն ինչում։ Նա կատարյալ սեր է, նա կատարյալ բարություն է, նա կատարյալ հոգատարություն է, նա յուրաքանչյուրիս համար հոգ է տանում, յուրաքանչյուրիս համար։ Եկեք մենք էլ իրար մասին հոգ տանենք, փորձենք օգնել իրար ինչքան որ կարող ենք։ Փորձենք մի փոքր մենք ինքներս մեզ նեղություն տալով մեր մերձավորին, մեր ընկերոջը, մեր մտերիմին, մեր բարեկամին, մեր հարևանին կամ ուղակի ինչ որ անցորդի, անծանոթի, Հիսուսի երեխաներից ինչ որ մեկին փորձենք օգնել, փորձենք հոգ տանել։ Մենք կարող ենք մեր հացից մի կտոր պոկել ու տալ Հիսուսի մյուս զավակին, ով սոված է։ Մենք կարող ենք մեր հագուստից մեկը հանել ու տալ Հիսուսի մյուս զավակին, ով մրսում է, ով չունի այդ հագուստը։ Մենք կարող ենք օգնել, բժշկել, բուժել, դեղ տալ, կողքին լինել, տաք թեյ տալ, հաց տալ, ինչ որ մի բան կարող ենք անել, ինչ որ մեկի համար։ Կարող ենք, գոնե մի փոքրիկ բան կարող ենք։ Մեր մի կտոր հացից մի փոքր պատառ կարող ենք տալ։ Կարող ենք։ Եկեք սովորենք Տեր Հիսուս Քրիստոսից ամեն անգամ հիշենք, ինչպիսին է նա, ինչպես վարվեց նա եւ մինչեւ հիմա ինչպես է նա վարվում մեր հետ, ինչքան է մեզ սիրում, անverջ սիրում, ներում, ընդունում, հոգ տանում, փրկում, պաշտպանում։ Մենք էլ կարող ենք իրար պաշտպանել, իրար թիկունք լինել, իրար օգնական լինել։ Կարող ենք։ Եկեք նմանվենք Տեր Հիսուս Քրիստոսին, մենք նրա զավակներն ենք եւ մենք էլ պետք է նրա նման լինենք։ Եթե մենք նրա զավակն ենք, ուրեմն մենք պետք է նման լինենք նրան։